Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք փորձնական ճանապարհով կուսումնասիրենք տարբեր ռեզոնատորների, ռեզոնանսային արկղիկի, խողովակի, օդային սյան ազդեցությունը ձայնային ալիքի ինտենսիվության և որակի վրա, օգտագործելով տարբեր հաճախություն ունեցող կամերտոններ։ Կդիտարկենք ռեզոնատորի և ռեզոնանսի դերերը ձայնային ալիքի ուժգնության վրա։ Կհամեմատենք տարբեր ռեզոնատորների ազդեցությունը ձայնի հստակության և ինտենսիվության վրա։ Կդիտարկենք նաև ռեզոնատորի կառուցվածքի փոփոխության ազդեցությունը ձայնի հատկությունների վրա։ Ձայնը մեխանիկական ալիք է, որը տարածվում է նյութական միջավայրում, առաջացնելով մասնիկների տատանումներ։ Ձայնային ալիքը բնութագրվում է հիմնականում 3 մեծություններով՝ ալիքի երկարություն, հաճախություն։ Ձայնի հաճախությունը 1 վայրկյանում ալիքի կատարած տատանումների թիվն է, այն որոշում է ձայնի բարձրությունը։ Ձայնային ալիքի հաճախությունը չափվում է հերցերով։ Եվ տարածման արագություն։ Օրինակ 256 Հց կամերտոնը նշանակում է, որ այն 1 վայրկյանում կատարում է 256 տատանում։ Կամերտոնը հատուկ գործիք է, որն օգտագործվում է կայուն և հաստատուն հաճախությամբ ձայնային ալիք ստանալու համար։ Ռեզոնատորը այնպիսի մարմին կամ տարածք է, որը կարող է ուժեղացնել ձայնը, եթե իր սեփական տատանումների հաճախությունը համընկնում է ձայնի աղբյուրի հաճախության հետ։ Այդ երևույթը կոչվում է ռեզոնանս։ Ռեզոնատորներն են, օրինակ ռեզոնանսային արկղիկը, որին միացված է կամերտոնը, խողովակ, որը կարող է ունենալ հաստատուն կամ փոփոխվող երկարություն, օդային սյունը, որը ձևավորվում է նեղ, բարձր անոթում, նրա մեջ լցված հեղուկի մակարդակի փոփոխման միջոցով։ Մենք այսօր կդիտարկենք 256, 320 և 426 հաճախությամբ կամերտոններ և կհամոզվենք, որ որքան բարձր է կամերտոնի հաճախությունը, այնքան կարճ է օդային սյան երկարությունը։ Այս փորձում դիտարկելու ենք երկու տեսակի ռեզոնատորներ՝ ռեզոնանսային արկղիկ, ամրացված կամերտոնին, խողովակ, հաստատուն երկարությամբ, օդային սյուն, ջրով մասամբ լցված անոթում, փոփոխվող երկարությամբ։ Այս ռեզոնատորներից յուրաքանչյուրը ունի սեփական տատանման հաճախությունը, որը կարող է համընկնել կամերտոնի հաճախության հետ և ապահովել ավելի ուժեղ ձայն։ Փորձն իրականացնելու համար մենք կօգտագործենք 426, 320, 256 Հց հաճախությամբ կամերտոններ։ Կամերտոնը մետաղից պատրաստված հատուկ ձայն առաջացնող գործիք է, որն օգտագործվում է կայուն և հաստատուն հաճախությամբ ձայնային ալիք ստանալու համար։ Այն հանդես է գալիս որպես ձայնի աղբյուր։ Կամերտոնը բաղկացած է երկաթաձողից կամ պողպատից պատրաստված երկու համաչափ թևիկներից և ձողից, որով այն ամրացվում է կամ պահվում։ Երբ կամերտոնին հարվածում են մուրճիկով, նրա թևիկները սկսում են տատանվել, առաջացնելով ձայնային ալիքներ։ Այս ալիքները լինում են մաքուր և մեկ հաճախությամբ։ Ուստի կամերտոնները համարվում են մաքուր տոնի աղբյուր։ Սակայն միայն կամերտոնի թևիկների տատանումները թույլ ձայն են ստեղծում։ Դրանց լսելի դարձնելու և ուժեղացնելու համար կամերտոնը հաճախ ամրացվում է ռեզոնատոր արկղիկի վրա կամ մոտեցվում այլ ռեզոնատորների։ Մուրճիկ կամերտոնին հարվածելու համար։ Խողովակ օգտագործելու ենք որպես հաստատուն երկարությամբ ռեզոնատոր։ Չափագլան կամ նեղ ու երկար անոթ, ջրով լցնելու համար։
Օգտագործելու ենք որպես փոփոխվող օդային ռեզոնատոր։ Ջուր, չափականոն, օդիսյան երկարության չափման համար։ Աղյուսակ, թուղթ ու մատիտ։ Փորձի ընթացքում լաբորատոր աշխատանքի կատարման անվտանգության ընդհանուր կանոնների հետ մեկտեղ անհրաժեշտ է պահպանել նաև հետևյալ կանոնները. կամերտոնին հարվածել միայն հատուկ մուրճիկով, խուսափել երկարատև եւ ուժեղ ձայների ազդեցությունից, ջրով աշխատելիս ուշադիր լինել, որ սարքավորումները չվնասվեն, փորձը կատարել հարթ, չսահող մակերևույթի վրա։ Այժմ անցնենք փորձի առաջին փուլին։ Փորձի առաջին փուլ՝ ռեզոնանսային արգղիկը որպես ռեզոնատոր։ 426 Հց հաճախությամբ կամերտոնն ամրացնենք ռեզոնանսային արգղիկին։ Հարվածենք մուրճիկով եւ լսենք ձայնը։ Փորձը կրկնենք 426 Հց հաճախությամբ կամերտոնը փոխարինելով 320 Հց հաճախությամբ կամերտոնով։ Հարվածենք մուրճիկով եւ լսենք ձայնը։ Մեկ անգամ եւս կրկնենք փորձը 320 Հց հաճախությամբ կամերտոնը փոխարինելով 256 Հց հաճախությամբ կամերտոնով։ Հարվածենք մուրճիկով եւ լսենք ձայնը։ Համեմատենք մեր լսած 3 ձայներն ըստ աղյուսակում նշված մեծությունների եւ մոտավոր արդյունքները գրանցենք աղյուսակում։ Հիմա անցնենք փորձի երկրորդ փուլին։ Փորձի երկրորդ փուլ՝ խողովակը որպես ռեզոնատոր։ 426 Հց հաճախությամբ կամերտոնը պահենք խողովակի բաց ծայրին։ Հարվածենք մուրճիկով եւ լսենք ձայնը։ Փորձը կրկնենք 426 Հց հաճախությամբ կամերտոնը փոխարինելով 320 Հց հաճախությամբ կամերտոնով։ Կրկին հարվածենք մուրճիկով եւ լսենք ձայնը։ Մեկ անգամ եւս կրկնենք փորձը 320 Հց հաճախությամբ կամերտոնը փոխարինելով 256 Հց հաճախությամբ կամերտոնով։ Կրկին հարվածենք մուրճիկով եւ լսենք ձայնը։ Համեմատենք մեր լսած 3 ձայներն ըստ աղյուսակում նշված մեծությունների եւ մոտավոր արդյունքները գրանցենք աղյուսակում։ Փորձի երրորդ փուլում կդիտարկենք փոփոխվող օդային սյունը որպես ռեզոնատոր։ Ջրով լցնենք չափագլանը, վերևում թողնելով մի փոքր օդային սյուն։ «426 Հց հաճախությամբ կամերտոնը պահենք խողովակի բաց ծայրին, հարվածենք մուրճիկով եւ աստիճանաբար պակասեցնելով ջրի մակարդակը գտնենք այն երկարությունը, որի դեպքում ձայնը առավել ուժեղ է։ Նշենք այդ կետը։ Չափենք այդ կետից մինչև խողովակի ծայրը եղած հեռավորությունը, որը կլինի հենց օդիսյան բարձրությունը, եւ արդյունքը գրանցենք աղյուսակում։ Փորձը կրկնենք 426 Հց հաճախությամբ կամերտոնը փոխարինելով 320 Հց հաճախությամբ կամերտոնով։ Ստացված արդյունքները նույնպես գրանցենք աղյուսակում։ Մեկ անգամ եւս կրկնենք փորձը 320 Հց հաճախությամբ կամերտոնը փոխարինելով 256 Հց հաճախությամբ կամերտոնով։ Արդյունքները գրանցենք աղյուսակում։ Փորձն ավարտեցինք։
Կարգի բերենք սեղանը, սարքավորումները տեղավորենք համապատասխան պատյաններում ու դարակներում եւ անցնենք աղյուսակային տվյալների մշակմանն ու վերլուծմանը։ Ինչպես երևում է աղյուսակից, խողովակն առանց փոփոխման միշտ տալիս է նույն միջին ինտենսիվությունը՝ թույլ ռեզոնանս։ 426 եւ 320 Հz հաճախություններով կամերտոնների դեպքում մաքուր ձայն, իսկ 256 Հz հաճախության դեպքում թեթև աղմուկ։ Օդային դեպքում միշտ ստացվում է ռեզոնանս համապատասխան բարձրությամբ։ Ձայնը մաքուր է, օդային բարձրությունները տարբեր են։ Արգելքով կամերտոնը տալիս է ուժեղ ձայն։ 426 եւ 320 Հz հաճախություններով կամերտոնների դեպքում մաքուր ձայն, իսկ 256 Հz հաճախության դեպքում թեթև աղմուկ։ Տարբեր ռեզոնատորներ տարբեր կերպ են ազդում ձայնի ինտենսիվության ու մաքրության վրա։ Ամենաարդյունավետ ռեզոնանսը ստացվում է այն դեպքում, երբ ռեզոնատորի չափերը համապատասխանում են կամերտոնի հաճախությանը։ Օդային միջոցով հնարավոր է գտնել ռեզոնանսի լավագույն պայմանները։ Առանց ռեզոնատորի ձայնը զգալիորեն թուլանում է։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։